Հրաշքի սպասումից հետո 1 տարեկան Ալեքսի մահվան լուրը ոչ միայն խորցավ է առաջացրել, այլև վրդովմունք։ Ով է կանգնած այս դաժան դեպքի հետևում։ Ով էր իրականում այնպես ծեծել երեխային, որ այդպես էլ գիտակցության չեկավ։ Քրեական գործերը մեկը մյուսի հետևից են բացվում։ 1 տարեկան երեխայի սպանության փորձի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է եւս 1 քրեական վարույթ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին, կատարվում է նախաքննություն։ Իրավապահները շարունակում են պարզել կատարվածի բոլոր հանգամանքները, ինչ պայմաններում է տեղի ունեցել ողբերգությունը եւ ովքեր են մեղավորները։ Մահացած փոքրիկի քրոջը տեղափոխել են երեխաների աջակցության կենտրոն, բայց այդպես էլ Անին ոչ այցելող եղավ, ոչ էլ նրա մասին հետաքրքրվող։ Կենտրոնի տնօրենը նկարահանվել չցանկացավ, միայն փոխանցեց, որ ինչպես բոլոր նորեկները, այնպես էլ Անին դեռ վախվորած է, պետք է հարմարվի նոր միջավայրին։ 4.5 տարեկան աղջնակը բժիշկների հսկողության տակ է։ Մասնագետները փորձում են հասկանալ, երեխան ունի լուրջ առողջական խնդիրներ, թե առաջացած վիճակը թերսնման եւ խնամքի պակասի հետևանք է։ Եթե երեխան չծեծվի, ապա ինչ երեխա։ Երեխան ապտակով է դաստիարակվում, երեխան ապտակով է դառնալու մարդ, հասարակության համար պիտանի մարդ։ Սա տարածված միֆ է։ Տարիներ շարունակ շրջանառվող այս միֆը դեռ շատերի մտածողության մեջ ընդունվում է որպես նորմալ երևույթ, սակայն իրականում այն քողարկում է բռնությունը որպես դաստիարակության միջոց, անտեսելով դրա ծանր հետևանքները երեխայի զարգացման վրա։ Իրենք իրենց ապրած կյանքի դաժան պատմությունը կարծես վերապրում են եւ շատ տարաբնույթ հանգամանքներով փորձում են այդ դաժան անտեսվածության, այսպես շատ ոչ մարդկային արարքով զրկել իրենց իսկ սեփական երեխաներին կյանքից։ Երեխաների նկատմամբ բռնությունը նոր երևույթ չէ, սակայն այժմ ավելի տեսանելի է հասարակության համար։ Նորությունը հայտնվում է համացանցում, քննարկվում ու դատապարտվում։ Հոգեբանը խնդրի լուծումը տեսնում է դպրոցներում։ Մասնագետների եւ ծնողների գործակցությունը կարող է ապահովել երեխայի համար առողջ ու անվտանգ միջավայր։ Շատ ծնողներ երեխաներին բերում են հոգեբանի մոտ այլ խնդրով, բայց հաճախ բացվում է լրիվ ուրիշ, ավելի խորքային ու մտահոգիչ պատկեր։ Ծնողը բերում է երեխային այլ խնդրով, իբրև թե չկառավարվող երեխա է, ունի վարքային տարաբնույթ խնդիրներ կամ երեխան մեկուսացած է, երեխան խեղճ է, երեխան թույլ է, եւ երբ որ մենք աշխատում ենք ծնողների հետ, արդեն ակնհայտ է, որ երեխան պարբերաբար բռնության է ենթարկվում։ Եվ ամենից դժվարը այստեղ ծնողներին հասկացնելն է, որ բռնության այդ գործոնները շատ ուժեղ ազդում են երեխայի վրա։ Երբ խնդիրը պարզ է դառնում, ծնողները հաճախ այլևս չեն բերում իրենց երեխային հոգեբանի մոտ, իսկ երբեմն հենց հոգեբանի օգնությամբ մայրը որոշում է դիմել իրավապահներին։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։